Վաղուց է սա եղել, Ստեփանը դեռ երիտասարդ անտառապահ էր այդ վայրերում։ Մի անգամ աշնանը Ստեփանը անցնում էր անտառի միջով եւ պատահական նա տեսնում է թփերի ետևում պառկած փոքրիկ գայլուկի։ Երբ անտառապահը մոտեցավ կենդանուն, նա չէր փորձում փախնել։ Գայլուկը շատ նվազ էր, կենդանու կաշին ու ոսկորն էր մնացել։ Եվ ինչ է նրա հետ պատահել, որ նա չի փախնում, մտածեց Ստեփանը։ Այդ ժամանակ անտառապահը շատ մոտ էր փոքրիկին։ Ամեն դեպքում գայլուկը փորձեց փախնել, բայց չկարողացավ։ Մարդը կասկածեց, որ նրա թաթը կոտրված է։ Ստեփանը խղճաց փոքրիկին, մտածելով, որ կենդանին հաշմանդամ է եւ մայրը նրան թողել է։ Մարդը նրան բռնեց, տեղավորեց պարկի մեջ ու տարավ նրան տուն։ Արդեն տանը նա զննեց փոքրիկին եւ իրապես այդպես էլ կար, նրա թաթը կոտրված էր։ Ով գիտի, թե ինչպես է դա ստացվել։ Ստեփանը կապեց փոքրիկի թաթը։ Երևի գայլուկի համար դա շատ ցավոտ էր, բայց նա դիմանում էր, կարծես նա հասկանում էր, որ մարդը նրան բարին է կամենում։ Թաթը կապելուց հետո Ստեփանը տեղ հատկացրեց դռան մոտ ու կերակրեց։ Եվ ահա ինչ-որ ժամանակ անց գայլուկի ոսկորը վերականգնվեց։ Փոքրիկը մեծացավ ու լավ խնամքի հետևանքով շատ էր լավացել։ Այնպիսի տպավորություն էր, որ նման խնամված գայլի ոչ ոք երբեք չի հանդիպել։ Բայց հետքը միևնույն է, դիմացի թաթի վրա մնացել էր։ Նա թույլ, բայց կաղում էր։ Գայլը սկսել էր բակով մեկ վազել։ Նա ընկերացել էր շների հետ։ Եվ երբ Ստեփանը նրա անունը տալիս էր Սերի, որը նա էր դրել, գայլը միանգամից արձագանքում էր ու վազում Ստեփանի մոտ։ Ուտում էր նրա ձեռքից, ուղեկցում անտառ։ Կենդանին իր վարքով շանը շատ էր նման, նա չափից դուրս լսող էր։ Բայց ահա մի անգամ Սերին կորավ։ Ստեփանը ոչ մի տեղ չէր կարողանում կենդանուն գտնել։ Նա շատ էր փնտրում, բայց միևնույն է, Սերին չկար ու չկար։ Հնարավոր է, որ նրա մեջ խոսել է իր վայրի բնազդը, եւ նա գնացել է այնտեղ, որտեղ պետք է ապրի գայլը, որսալու եղնիկների, նապաստակների եւ նմանատիպ այլ կենդանիների։ Անցավ մոտ 2 տարի եւ կարելի է ասել, որ Ստեփանը Սերիի մասին մոռացել էր։ Մի անգամ ցուրտ ձմռանը Ստեփանը անտառի ճանապարհով տուն էր վերադառնում եւ պատահական նա լսում է, թե ինչպես է ինչ-որ մեկը վազում։ Վազում այնպես, ինչքան որ ուժ ունի ու բարձր ձայներ առաջացնում։ Մարդը արդեն մոտից է լսում եւ տեսնում է, թե ինչպես է վազում եղնիկը։ Նա կորում է ծառների ետևում եւ թվում էր, որ կենդանին ուժասպառ է եղել։ Եղնիկը շատ ծանր էր շնչում եւ բերանից գոլոշի էր դուրս գալիս։ Ստեփանը միանգամից գլխի ընկավ, գայլերն են հետապնդում եղնիկին։ Ցանկանում են որսալ նրան եւ շուտով նրանք էլ կհայտնվեն, մտածեց Ստեփանը։ Նա բարձրացրեց հրացանը, քաշեց ձգանը ու պատրաստվում էր կրակել։ Եվ լսում է, թե ինչպես է մի գայլ թռիչքներով մոտենում։ Եվ ահա նա, մեծ, խիտ մորթով ու շատ հզոր։ Գայլը նկատեց ինձ եւ մի պահ կանգ առավ։ Նա շրջվեց ու չարացած աչքերով նայում էր։ Դա մի պահ տևեց ու գայլը միանգամից վազեց եղնիկի ետևից։ Ստեփանը նշան բռնեց, բայց երբ գայլը մի թռիչք էլ արեց, մարդը նկատեց, որ կենդանին դիմացի ոտքով կաղում է։ Այդ պահին մարդը մտածեց, որ դա հնարավոր է իր Սերին է։ Եվ դեռ նշան բռնած հրացանով Ստեփանը կանչեց. Սերի, Սերի։ Մի քանի թռիչք էլ անելուց հետո գայլը կանգ առավ։ Նա թեքեց գլուխը ու երկար նայում էր Ստեփանի վրա։ Հետո նորից պտտվեց, կարծես ցանկանում էր շարունակել որսը։ Բայց հետո մի քանի քայլ էլ անելուց հետո նորից կանգ առավ ու շրջվեց մարդու կողմը։ Ստեփանը ճանաչեց նրան, դա հենց Սերին էր։ Հենց այն գայլը, որը 2 տարի առաջ ապրում էր իր բակում։ Եվ ահա նա կանգնած է ու չի կարողանում որոշել։ Այլ կերպ ինչպես, չէ որ նա երկար ժամանակ է ինձ չի տեսել ու չի լսել իմ ձայնը։ Ինչքան ժամանակ է անցել, որ նա հեռացել է, իսկ ինչպես հայտնի է, գայլերի հիշողությունը այդքան էլ լավը չէ։ Բայց միևնույն է, այն բանից հետո ինչ Ստեփանը մի քանի անգամ էլ տվեց գայլի անունը, նա ճանաչեց մարդուն։ Նա մոտեցավ մի քանի անգամ, պտտվեց մարդու շուրջը, հոտոտեց նրան ու կանգ առավ։ Իսկ արդեն հետո սկսեց ուրախ թռչկոտել, այնպես ուրախ, ինչպես որ առաջ էր։ Բայց երբ Ստեփանը ցանկանում էր մոտենալ կենդանուն, սիրել իր գայլին, կենդանին իրեն հեռու պահեց։ Սերին մի քանի քայլ ետ գնաց, կանգ առավ ու տխուր սուլեց։ Ամեն դեպքում գայլի մեջ վախ կար, քանի որ Ստեփանը մարդ էր։ Մարդ, որը հանդիսանում է գայլերի ցեղատեսակի համար ամենավտանգավոր թշնամին։ Ինչ անել, մտածեց Ստեփանը, կրակել, որպիսի փրկել եղնիկին, բայց չէ որ դա Սերին էր, որին նա փոքրիկ ժամանակ բերել ու նրա մասին հոգ էր տանում։ Չէ որ նա իմ բակում է մեծացել։
Չնայած այն բանին, որ նա գայլ էր, բայց այնուամենայնիվ նա փորձում էր ցույց տալ իր ընկերասիրությունը։ «Գնա քո ճանապարհով, Սերի», ասաց Ստեփանը գայլին, ու դրանից հետո առանց շտապելու քայլեց դեպի տան կողմ։ Բայց Սերին չէր հեռանում, նա մոռացել էր եղնիկի մասին ու իմ ետևից էր գալիս։ Գայլը թույլ կաղում էր, Ստեփանը կանգ էր առնում, գայլը նույնպես կանգնում էր։ Անտառապահը առաջ էր գնում, նա նույնպես առաջանում էր։ Բայց երբ Ստեփանը ցանկանում էր մոտենալ գայլին, կենդանին իրեն հետ էր պահում։ Երբեմն նա ասուլում էր, կարծես ինչ-որ բան էր ցանկանում ասել։ Այդպես էլ նրանք հասան մինչև անտառի վերջ, որտեղից արդեն դաշտն էր սկսում։ Այստեղ գայլը կանգ առավ ու երբ մարդը հեռանում էր, գայլը դեռ երկար նրա ետևից նայեց։ Մարդուն հայացքով ուղեկցելուց հետո նա կարծես չցանկանալով թաքնվեց ծառների ետևում։ Եվ դրանից հետո Ստեփանը գայլին այլևս երբեք չտեսավ։ Քիչ անց անտառապահը լսեց նրա ոռնոցը։ Ձայնը շատ տխուր էր եւ դա լացի շատ նման էր։ Դիտեք հաջորդ տեսանյութը, մարդը գայլին խղճաց ու չսպանեց, եւ ահա թե ինչ դրանից ստացվեց։ Հաճելի դիտում։